Ջերմություն, թուլություն, մկանային ցավեր, գլխացավ։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սուր շնչառական վարակների ընթացք է նկատվում։ Ալավերդում ևս վարակի պակաս չի զգացվում։ Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերով Նազարեթյանը նշում է, որ շնչառական վարակով հիվանդություններ շատ են գրանցվել։ Դրանք հիմնականում երեխաների մոտ են լինում։ Նրանցից մի մասը նաև ստացիոնար բուժում են ստացել։ Մեծահասակներին դեռ հնարավոր է բուժում նշանակել տան պայմաններում։ Մանկապարտեզներում հաճախակի ընդունվում են երեխաներ, որ դեռ լիարժեք ոչ լավացած վիճակում, առանց որևէ մի տեղեկանքի, որ այդ երեխան արդյոք դիմել է բուժհաստատություն, արդյոք ինքը լիարժեք լավացել է, եւ հաճախակի նույն երեխայի մոտ եւ բնականաբար նաեւ առողջ երեխաների մոտ լինում են վարակները։ Բժիշկ Նազարեթյանը նաեւ նկատել է, որ դեպքեր են եղել, որ բուժվելուց հետո հիվանդների մոտ վարակը կրկինի հայտ է եկել։ Սա հիմնականում այն դեպքերում, երբ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց են ուղարկում առանց լիարժեք բուժվելու։ Դեպքեր են լինում նաեւ, որ վարակը 1, 2 կամ 3 շաբաթ ուղեկցվում է հիվանդի մոտ։ Այսօր մի քիչ դժվար է կոնկրետացնել, բայց ըստ ենթադրությունների մենք ունենք վիրուսի տարբեր տիպերը։ Մի տիպը ով հիվանդացավ, հաջորդ պահին նա բավականին իմունիտետ է ձեռք բերում եւ ասենք թեկուզ եթե ոչ տարի կամ տարիներ կամ ամիսներ կարող է տեղ, բայց այսօր ունենք մենք մի քանի տիպեր, ենթատիպեր եւ մեկով հիվանդանում է, հետո մյուսով, դրա համար հիվանդների մոտ հաճախակի լինում են կրկնություններ, էլի։ Հիվանդության երկար տևելու պատճառ կարող է լինել նաեւ այն, որ մարդիկ ուշ են բժշկի օգնությանը դիմում կամ շատ ժամանակ ինքնուրույն են փորձում հիվանդությունը ետ մղել։ Արհամարը եմ աղջիկ ջան, արհամարը եմ։ Ես շատ ուժեղ կին եմ, ես դրան մասին չեմ էլ մտածում, արհամարը եմ ու всё։ Տնական մեթոդներով։ Ասեք ինչ եք անում։ Օրինակ թե ենք շատ օգտագործում հոնով, մաքրոթին թեկուզ զբոսնելն էլ գրիպի համար լավ է։ Փոխում եմ օդը, տանոթը, մաքրությունը, ինձ տակ եմ պահում, չայ եմ խմում, սնունդս լավ պահում եմ, սխտոր օգտագործեք։ Ամենակարևորը։ Գիտեք ինչա, չեն դիմում, հաճախակի զբաղվում են ինքնաբուժումով, միանշանակ հայտարարում են, վիրուսի վրա ոչ մի անտիբիոտիկ չի ազդում, հետագայինների օգտագործումը օրգանիզմը լրացուցիչ ծանրաբեռնվածություն, լրացուցիչ թուլություն եւ աննպատակ դեղերի օգտագործում հատկապես երեխաների համար։ Որտեղ կարելի է օգտագործել հիմնականում մենակ ջերմիջեցնող որոշակի սիրոպներ, մոմիկներ երեխաներին, ոչ թե ծանրաբեռնված մեկ-մեկ տալիս են այնպեսի անտիբիոտիկներ, որ կատեգորիկ չի կարելի այդ տարիք երեխային նման քանակով առանց որևէ մի մասնագետի կոնսուլտացիայով։ Բժիշկը խորհուրդ է տալիս, որ առաջին հերթին հիվանդները գոնե մի քանի օրով մեկուսացվեն, աշխատանքի դպրոց մանկապարտեզ չգնան կամ մարդաշատ վայրերում գտնվելուց հնարավորինս խուսափեն։ Հարկավոր է նաև սենյակները հաճախակի օդափոխել ու առանց համապատասխան գիտելիք ունենալու ինքնաբուժություն չսկսել։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։